Չայկովսկին աշխարհի քարտեզին խորագրով հանրային բանախոսությամբ հենց Երևանից է մեկնարկում Չայկովսկու ծննդյան 185-ամյակին նվիրված քարոզչական Չայկովսկի երաժշտություն առանց վիզաների միջազգային մեծամասշտաբ նախագիծը։ Նախաձեռնության հեղինակը Դենիս ֆոն Մեկն է, որ միաժամանակ 3 հայտնի դինաստիաների՝ Չայկովսկիների, ֆոն Մեկերի և Դավիդովների ժառանգորդն է։ Օրվա բանախոսը փաստում է, Չայկովսկին քաղաքակրթական հիմնարար արժեքների կրող էր և օրինակելի կարող է լինել նաև այսօր։ Նա ոչ միայն ականավոր կոմպոզիտոր է, այլև երաժշտական գործիչ, մանկավարժ, դիրիժոր և իրապես բացառիկ հետաքրքիր մարդ, որը այսօր էլ չափազանց մեծ հետաքրքրություն է վայելում ուսումնասիրողների շրջանում։ 3 բալետ, 10 օպերա, 7 սիմֆոնիա, 104 ռոմանսներ և կոնցերտներ։ Չայկովսկու հեղինակած այս ստեղծագործությունների վիճակագրության հետևում մի ամբողջ բուռն ստեղծագործական կյանք է թաքնված։ Միայն նրա կենսագրությունն ուսումնասիրող 200 մենագրություններ են ստեղծվել։ Նրա երաժշտական գործերի լիակատար ժողովածուն ներառում է 63 հատոր և ևս 18 հատոր են կազմում կոմպոզիտորի գրական էպիստոլյար ժանրի գործերը, որոնցում բացահայտվում են նրա փիլիսոփայական, քննադատական և գեղագիտական հայացքները։ Եվ չնայած Չայկովսկին բոլոր ժամանակների ամենաճանաչված և արժևորված կոմպոզիտորներից է, ֆոն Մեկը վստահ է, որ նրա ժառանգությունը դեռ լիովին ուսումնասիրված չէ։ Ես տանը 140 կենսագրական գրքեր ունեմ, և եթե անգամ այդ ամբողջը կարդաս և ուսումնասիրես, դարձյալ կլինեն փաստեր, նորույթներ, որոնք դեռ հայտնի չեն, որովհետև նրա ժառանգությունը ահռելի է և ավելանում են նորահայտ փաստեր, քանի որ հիմա Ռուսաստանում համընդհանուր կերպով թվայնացվում են և գրադարանները, և թանգարանները, և արխիվները։ Չայկովսկին աշխարհի քարտեզին նախագիծը միավորում է աշխարհի մոտ 1 տասնյակ երկրների, որոնցում Չայկովսկու երաժշտական ժառանգությունը հանրահռչակելու և տաղանդավոր երաժիշտներին աջակցելու նպատակով կանցկացվեն դասախոսություններ, շրջիկ ցուցադրություններ և վարպետության դասեր։ Իսկ Երևանում ծրագրին համակողմանի աջակցության համար Դենիս ֆոն Մեկը շնորհակալագիր է հանձնում Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանին և գրադարանի ֆոնդերը համալրում Չայկովսկուն նվիրված գրքերով։ Նունե Ալեքսանյան, Աշոտ Խաչատրյան, լուրեր։